Լրատվական ռադիոն ներկայացնում է Modus Vivendi արտաքին քաղաքականություն Արա Պապյանի հեղինակային հաղորդումը։ Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։ Modus Vivendi հաղորդաշարն է սկսում իր աշխատանքը լրատվական ռադիոյի եթերում, բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, սա ինչպես գիտեք, դեսպան Արա Պապյանի հեղինակային հաղորդումն է, բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Ես Գարեգին Խումարյանն եմ, երկրորդ խոսափող, նոյեմբեր ամիսն է, հարգելի ռադիո լսողներ, ռադիո դիտողներ, շատերիդ մոտ կարոտախտ է երևի, մնացածի մոտ զայրույթ, խոսելու ենք խորհրդային Հայաստանի մասին, պարոն Պապյան, գիտեք, եկեք ինչից սկսենք, այ մենք թվարկում ենք Հայաստանի Հանրապետություններ, առաջին, երկրորդ, երրորդ։ Սովետական կոմունիստական Հայաստանը երկրորդ հանրապետություն անվանելով։ Ըստ ձեզ որքանով էր դա հանրապետություն, այսինքն նկատի ունեմ, այս մեր հիմիկվա հանրապետությունը, սա այնուամենայնիվ երրորդն է, թե երկրորդ։ Եթե իրավական տեսանկյունից խոսենք, ապա երկրորդն է, որտեղ միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել երկրորդ հանրապետությունը, բայց քանի որ երկրորդն էլ կոչվել է հանրապետություն, դա շփոթություն է առաջացնում եւ ես ավանդաբար ասում ենք երրորդ հանրապետություն։ Շատերի մեջ այդ շփոթմունքը գալիս է անվանումից, իսկ դա սխալ է, որովհետեւ այսօր էլ Ռուսաստանի Դաշնության մեջ օրինակ Թաթարստանի հանրապետություն, Դաղստանի հանրապետություն, այդ անունով վարչատարածքային միավորներ կան։ Նույնը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություններ։ Ճիշտ է, Լեգրանի հետ կնքած այն համաձայնագրով դեկտեմբերի 2-ին երբ որ Հայաստանի կառավարությունը ստորագրեց եւ իշխանությունը փոխանցեց, Հայաստանը պիտի դառնար սովետական սոցիալիստական անկախ հանրապետություն, բայց մենք գիտենք դա երբեք տեղի չունեցավ եւ աշխարհը երբևէ չճանաչեց սովետական Հայաստանը որպես անկախ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Եկեք մի փոքր ինստիտուտների մասին խոսենք, ես հիշում եմ, որ այնպես չէր, որ միանգամից վերացավ այս ամեն ինչ, այսինքն եթե ինչ-որ մեկին թվում է, որ 11-րդ բանակը եկավ, մտավ ու հայոց պետականությունը դադարեց, դա առնվազն այդպես չի եղել։ Բավականին երկար ժամանակ պահպանվում էին պետական ինստիտուտները, նույնիսկ բանակ կար, զինված ուժեր, ազգային մարմիններ եւ այլն, ընդհանուր մինչեւ ՆԵՊ, եթե չեմ սխալվում։ Եկեք մի փոքր խոսենք այն մասին, թե ինչ ուներ խորհրդային Հայաստանը այդ 20-ականների սկզբին։ Եթե մենք խոսում ենք պետական ինստիտուտների մասին, այստեղ ամենակարևորը իհարկե արտաքին քաղաքականությունն է, որտեղ համաձայն 1933 թվականի Մոնտեվիդեոյի կոնվենցիայի պետությունը ունի որոշակի բնորոշիչներ, դա տարածքն է, բնակչությունն է, կառավարությունը եւ վերջինը արտաքին քաղաքականություն իրականացնելու կարողություն, եւ այստեղ ուզում եմ շեշտել կարողություն, ոչ թե իրավունք, որտեղ իրավունք սահմանադրորեն նաև սովետական հանրապետություններն ունեն, բայց դրա կարողությունը չուներ։ Ինչ է նշանակում կարողություն։ Կարողությունն այն էր, որ դրա համապատասխան գործիքակազմ պիտի լիներ, օրինակ արտակարգ եւ լիազոր դեսպանների հավատարմագրումը։ Երբ որ խոսում են օրինակի համար, որ սովետական Հայաստան ունեցել է դեսպանատներ, ես հատուկ դա ստուգել եմ եւ ուշադրությամբ երբ որ կարդում ենք հավատարմագրերը, մենք տեսնում ենք օրինակ Իրանի պարագային շատ է շեշտվում, այնտեղ նա Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ չէր, նա Հայաստանի կառավարության ներկայացուցիչ էր։ Կառավարության ներկայացուցիչը այլ բան է, դա պետության ներկայացուցիչը չի, դա ասես ասած վարչախմբի ներկայացուցիչ, բայց ինչպես օրինակ սովետական Հայաստանը ուներ կառավարություն ներկայացուցիչ Մոսկվայում մինչև 1988-89-91 թվականները, կարծեմ Հայկազյանն էր վերջի այդ ներկայացուցիչի անունը։ Սա չէր նշանակում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն դիվանագիտական հարաբերություններ, պարզապես կառավարություններն են։ Հիմա արտակարգ եւ լիազոր դեսպանի արկայությունը խիստ կարևոր է։ Մենք երբեմն շփոթում ենք, օրինակ հաճախ կարելի է լսել, ասում են երկու հայկական պետությունների դեսպանները եւ ցույց են տալ։ Այդպես չի։ Լեռնային Ղարաբաղը չունի դեսպաններ։ Լեռնային Ղարաբաղը ունի ներկայացուցիչներ։ Ներկայացուցիչը դա կարող է ունենալ որևէ կառույց։ Օրինակ Հայաստանում Procter & Gamble-ի ներկայացուցիչը կա, Հայաստանում Sputnik-ի ներկայացուցիչը կա։ Հա, եւ բոլոր Չէ, ներկայացուցիչ կարող է ունենալ ցանկացած կազմակերպություն, անգամ անհատ։ Արտակարգ եւ լիազոր դեսպան կարող է ունենալ միայն միջազգայինորեն ճանաչված պետությունը։ Հետևաբար Հայաստանում սովետական կարգերը հաստատվելուց հետո ըստ էության դա վերացավ։ Այսինքն Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը չհավատարմագրեց որևէ տեղ դեսպաններ։ Այսինքն պետականության ատրիբուտներից առաջինը, որը մենք պատվիրակեցինք Մոսկվային, դա արտաքին աշխարհի հետ շփումն է։ Այո,
որովհետև օրինակ բանակը չէր կարող միանգամից կազմալուծվել, թեև մենք գիտենք, որ 21 թվականի հունվարին տեղի ունեցավ հայկական սպայակազմի աքսորումը դեպի հյուսիս, Ռուսաստան, Ռիազան, հազարավոր մոտ 1800 սպաներ, որոնց մի զգալի մասը շատ նենք պատմություններ, եթե իհարկե նենք էր, որովհետև այդ Լեգրանի հետ կնքած համաձայնագրի մեջ դեկտեմբերի 2-ի համաձայնագիրն է, կետերից մեկը ներում շնորհելն էր բոլոր նրանք, ովքեր որ անգամ դիմադրել էին եւ կռվել էին սովետական զորքերի դեմ, առավել եւս այդ սպաների զգալի կազմը չէին էլ կռվել սովետի դեմ կամ ռուսների դեմ, նրանք թուրքերի դեմ կռվածներն էին, բայց գիտեք ցանկացած զավթիչ ուժ, իսկ 11-րդ բանակը այնուհանդերձ դա զավթիչ արտաքին օկուպանտ ուժ էր, ոչնչացնում է սպայական կազմը, որտեղ սպայական կազմը դա բանակի ողնաշարն է։ Բոլորը հասկանում են, եթե կա սպայական կազմ, միշտ էլ կարող են գտնվել մարդիկ, ովքեր փորձ կանեն կազմակերպվել եւ դիմադրել։ Եվ այստեղ հակառակը տեղի ունեց, այսինքն հունվարին, երբ որ աքսորեցին սպաներին, դա պատճառներից մեկն էր, որ փետրվարին եղավ ապստամբություն, 21 թվականի ապստամբություն, այսինքն այդ Ավիս Նուրիջանյանի այդ քաղաքականությունը հանգեցրեց նման սկզբից բռնությունների եւ արձագանք բռնությունների նկատմամբ։ Սպաների մասին խոսք գնաց, պարոն Պապյան, այնց գիտեք ինչն է հետաքրքիր, միշտ հետաքրքրել է։ Սպաներին պարզ է ոնց ինչի համար եւ այլն, բայց թանգարանային նմուշի պես Մախլուտոին էին թողել, որը լեգենդար մարդ էր, ու մասին ով ֆիդայապետ է եղել, ով բանակի մեջ է եղել, ու մասին երգեր կային արդեն կենթանության օրոք, իսկ այդ մարդը Կոմիտասի այգում թողեցին, որ պահակ շարունակի աշխատել։ Ամենա վառ ու ամենա այսպես առասպելական դեմքերից մեկին այդպես թողնելու իմաստը որն է, Մախլուտոն ինչի դուրս բարձավ։ Գիտեք, ցանկացած պետության համար ավելի վտանգավոր են գաղափարական մարտիկները։ Այսինքն նրանք, ովքեր գաղափար են ծնում։ Դրա համար էլ օրինակ, երբ որ Նժդե ինքնակամ հանձնվեց սովետական զորքերին, տեսեք, նրան չթողեցին ազատության, նրան իսկույն ձերբակալեցին եւ գիտեք Վլադիմիրի բանտ եւ այլն եւ այլն։ Թեև կարող էր ինքը օգտակար լինել Նժդե եւ ուզում էր օգտակար լինել հակատուրքական պայքարի մեջ։ Հիմա Մախլուտոն եւ շատ շատերը որպես ֆիդայիներ, այսպես ասած, դեմքեր էին, բայց նրանք մարդիկ էին, որոնք չէին կարող կազմակերպել իշխանության դեմ որևէ պայքար, հատկապես դրա համար պետք էր գաղափարական։ Այստեղ ես չեմ բացառում օրինակի համար, որ նաեւ տեղի ուներ այսպես ստորացնելու քաղաքականություն։ Գիտեք, երբ որ լեգենդար մարդկանց դու թողում ես ժողովրդի աչքի առաջ մի կերպ ապրելու, դու արժեքազրկում ես այդ մարդկանց արժեքը ժողովրդի աչքում, առավել եւս դու կանխում ես նաեւ երիտասարդությանը հետևելու նման մարդկանց, որտեղ ասում ես, այ տեսեք, ինչ օրի է ասել, դուք էլ կլնեք։ Մյուս կողմից պիտի հասկանանք, որ սովետական Հայաստանը ինքը այդ թաթերաբեմը չէր հակասովետական պայքարի։ Այնուհանդերձ մեզ մոտ Հայաստանում ընտրությունը վատի եւ ավելի վատի միջև էր, այսինքն Թուրքիայի եւ Ռուսաստանի, մենք ընտրել էինք բոլշևիկյան Ռուսաստանը, հետեւաբար ամեն մի պայքար, որ պիտի տեղ ունենար հակասովետական պայքար, հաշվեր առնում արտաքին վտանգը։ Ուրիշ բան, ես այստեղ ուզում եմ մի երկու խոսքով ընդհանրապես անդրադառնանք այդ հարցին, որ օրինակ 20 թվականին դեկտեմբեր 2-ին Հայաստանում սովետական կարգերի հաստատումը դա դրական էր, թե բացասական։ Հիմա եթե մենք առանձին վերցնենք 20 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, իհարկե դրական էր, բայց չի կարելի պատմական իրադարձությանը վերաբերել կոնտեքստից դուրս եւ այսպես մեկուսի կարճ ժամանակահատվածում։ Մենք պիտի նայենք ինչպես եղավ եւ ինչու եղավ, որ մենք 20 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ունեցանք, երբ որ քեմալականները գրավել էին Կարսը հոկտեմբեր 30-ին, ապրիլ նոյեմբեր 16-ին Գյումրին եւ այլն։ Դա այն պատճառով էր, որ 19 թվականի մայիսից բոլշևիկները սկսեցին մեծ աջակցություն ցուցաբերել քեմալականներին, հիշենք Սիմեոն Բուդյոնու եւ Քեմալի հանդիպումը Հավսա քաղաքում, Սամսոնի մոտ, եւ այդ հսկայական օգնությունը, որ դրանից հետո սկսեց թուրքական բանակը ստանալ, մյուս օգնությունը թուրքական բանակին դա հայկական բանակի կազմալուծումն էր, այն ուժեղ քարոզչությունը, որ կատարվում էր առանց այն էլ այսպես մեծ կռվելու ցանկությամբ չտոգորված
հայ զինվորիների զանգվածի մեջ, որ թուրքերը փոխվել են, թուրքերը ուրիշ են, մեր եղբայրներն են եւ այլն, այդ ամբողջը եւ ըստ էության հայկական բանակը, որը 18-ին չլնելով բանակ կարողացել էր Օսմանյան հզոր բանակը, եթե չասենք ջախջախել գոնե արժանի դիմադրություն ցույց տալ, Սարտարապատում, Բաշապարանում, Ղարաքիլիսայում 20 թվականին գրեթե առանց դիմադրության լքեց Կարսը եւ մյուս շրջանները։ Ռուսների դերը թուրքական պետականության մեջ ինքը այնքան վառ է ու ակնհայտ, որ նույնիսկ թուրքերը, իմ կարծիքով, չեն էլ փորձում ուրանալ։ Եթե չեմ սխալվում, Թաքսիմ էր ապարակում կա արձան, որտեղ ուրեմն մի կողմից Քեմալն է իր զինակիցներով, մյուս կողմից Չիչերինը կա, նույն ձեր բաներով։ Չէ, Չիչերինը, չէ, այդտեղ Որոշիլովն ու Ֆրունզեն են։ Որոշիլովն ու Ֆրունզեն, այսինքն Որոշիլովի եւ Ֆրունզեի արձան կա բանում, Ստամբուլ քաղաքում։ Այո, որովհետև դուք այդ արձանը տեսել եք ձեր աչքով։ Չէ, ես դա չեմ տեսել, որտեղ ես Ստամբուլում վաղուց եմ եղել մի երկու անգամ, հիմա ինձ պարզապես խորհուրդ չեն տալի Թուրքիա գնալ եւ առանձնապես չեն էլ թողում, բայց դա լուսանկարներով, բազմաթիվ լուսանկարներով այդպես ասած։ Բրոնզե լուրջ է, արձանային բան է, չէ՞։ Այո, դա խումբ է եւ Քեմալի, այսպես ասած, թիկունքին ինչ որ մարդկանց խմբեր են, Իսմետիոնյուն, այսինքն իր գաղափարակիցներն ու զինակիցներն են եւ այդ թվում պատահական չէ որ ռուս այդ երկու զինվորականների ինչու որովհետև Որոշիլովը որպես ռուսական դաշնության ներկայացուցիչ իշ Ֆրունզեն այդ ժամանակ հանդես էր գալիս որպես Ուկրաինայի սովետական Ուկրաինայի ներկայացուցիչ գնացին եւ շատ հարցերում օգնեցին շատ պատմաբաններ կան հատկապես ռազմական պատմաբաններ որոնք գտնում են որ այդ հաջողությունները պայմանավորված էր ոչ միայն զենքի մատակարարման, բայց այդ զինվորական խորհրդատուների, իստանք մի քանի 100 են եւ օրինակի համար Արալովի հուշերի մեջ նա Սիմեոն Արալովը սովետական դեսպաններ այդ տարիներին, նու ներկայացուցիչը դեռ դեսպանել չէր Քեմալի մոտ եւ իր հուշերում այդ ամբողջը կա ոնց էր Ֆրունզեն, այսինքն կազմակերպում քեմալական բանակը եւ այլն։ Եթե բարձ ասած այդ օգնությունը չլներ սովետական Ռուսաստանի, Թուրքիան ոչ կկարողանար հարձակվել Հայաստանի վրա 20 թվականին, ոչ էլ 21 թվականին պարտության մատներ հույներին եւ 22 թվականին գրավեր Իզմիրը կամ Զիմյորնյան եւ գիտեմ 22 սեպտեմբերին այդ ջարդ 50-ից 100,000 հույն եւ հայ կոտորվեցին։ Հասանք երկրորդ հանգրվանին, պարոն Պապյան, ժամանակագրորեն անդրֆեդերացիային, որը դարձավ հետո խորհրդային միության հիմնադիր պետություններից մեկը։ Մի փոքր ինչ էր այդ անդրֆեդերացիան իրենից ներկայացնում, վարչական իմաստով, որն էր իմաստը միավորելու Կովկասի 3 հանրապետությունները մեկ սուբյեկտի մեջ, խնդրեմ։ Ընդհանրապես Կովկասի 3 հանրապետությունների միավորման գաղափարը միշտ էլ թևածել է եւ այսօր էլ շատ հաճախ կարող եք այսպես քաղաքագիտական գրականության մեջ հանդիպել, որ օրինակ այս 3-ը միավորվեն եւ այլն, որին ես դեմ եմ։ Ինչու եմ դեմ, որովհետեւ մենք ունեցել ենք դրա փորձը, որովհետեւ մինչեւ այդ անդրֆեդերացիայի կամ զակ ֆեդերացիայի կազմավորումը, հա, Սեյմն է եղել եւ այլն, այդ այսինքն դա եղել է։ Ինչի վերադարձան ձախողված պրոյեկտի։ Որովհետեւ գիտեք, շատ լուրջ խնդիր կար, դա 22 թվականի մարտին եղավ, շատ լուրջ խնդիր կար սահմանների հստակեցման եւ տարանջատման։ Դրա համար ըստ էության դա որոշ Իսկ էլի նույն խնդիրը ինչ որ Սեյմի ժամանակ է։ Միշտ այո եղել է, չէ, նախ այսպեսի խնդիր կար, միշտ էլ միավորումը ավելի լավ է, գոյություն ունի մի երևույթ, այդ սիներգի կոչեցյալ երևույթը, երբ որ երկու միավորների միացումը անգամ բիզնեսի մեջ ոչ թե պարզ բերում է դրանց գումարի, այլ մեկ այլ էֆեկտ է ստեղծում, կարող ավելի բան լինի։ Այդ ամբողջ հասկանալի է, բայց դա հնարավոր է, եթե շահերը համընկնում են, եթե շահերը իրարամերժ են, անգամ թշնամական, դա չի աշխատի։ Մենք տեսել ենք դա նույն ինչու 18 թվականի մայիսին այդ 3 հանրապետությունները ստեղծվեցին, դա տրոհվեց, դա իհարկե արտաքին նաև Թուրքիայի միջամտությունը կար, բայց հիշենք ինչպես էր, երբ որ 17 թվականի հոկտեմբերին սովետական,
հոկտեմբերյան հեղաշրջումը եղավ, հողի մասին դեկրետ, ռուսները գնացին, թուրքերը անցան հարձակման, խախտելով Երզնկայի զինադադարը 17 թվականի դեկտեմբերի 2-ին, ըստ էության սկզբի փուլում վրացական եւ հայկական զորքերը մի փոքր դիմադրեցին, ապա վրացիներն էլ դադարեցրեցին որևէ դիմադրություն, որովհետեւ թուրքերը իրենց համար վտանգ էին ներկայացնում եւ հայերը միայնակ մնացին։ Ավելին հիշենք, որ Կարսի առաջին անկումը 18 թվականին դա նույն կենտրոնական իշխանության, այսինքն այդ Սեյմի իշխանության կառավարության հրահանգով արվեց։ Եթե 20 թվականի անկումը դա բարեհոգեբանական պատճառ էր, ժամանակ իսկ Սեյմի մեջ հայերի դերը բավականին թույլ էր համեմատած վրացիների հետ եւ վրացիներն էին իշխում։ Ինչու որտեղ վրացիների տարբերություն հայերի առաջին համաշխարհային պատերազմում այդքան ոչ մարդկային կորուստ էին ունեցել, ոչ նյութական եւ այլն։ Եվ շատ հետաքրքրական է, տեսեք, միշտ մեղադրում են հայերին իբր թե ուրիշի տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու, բայց երբ որ նույն ասենք 18 թվականի մայիսին տրոհվում էին, ու առաջինը Վրաստանը ընդունելով գերմանական Հովանի խնամակալությունը իրեն հայտարարեց, հայերը մեծամասնություն էին կազմում Թիֆլիսում եւ ազգային ինքնորոշումներ այդ ժամանակ հիմնական կամ կներեք ժողովրդի ինքնորոշումներ հիմնական սկզբունքը հայերը օրինակ Թիֆլիսը չհայտարարեցին իրենց մայրաքաղաք։ Թեև հայերը մեծամասնություն էին, կարող էին ինքնորոշվել եւ ասել Թիֆլիսը հայկական քաղաք է։ Բայց չարեցին հայերը։ Հենց այն նշանակում որ հայերը երբևէ հավակնություններ չունեին ուրիշների հողերի վրա։ Հայերը, այսինքն եթե լորին էին հայտարարում հայկական կամ ջավախքը, որովհետև դա հայկական էր, այստեղ միայն բնակության խնդիրը չէր։ Ի տարբերություն օրինակ վրացիների, որոնք հավակնություններ ունեին այդ շրջանների վրա, զուտ այն պատճառով, որովհետև դա Թիֆլիսի նահանգի մաս էր կազմում։ Իհարկե դա անհեթեթություն է, այսինքն զուտ այն պատճառով, որ եթե վարչական կենտրոնը քոնն է, ապա այդ վարչական սահմաններով որոշած այդ միավորը բոլորը քոնն է, ինչպես անում էին ադրբեջանցիները, Ելիզավետպոլի նահանգը համարում էին իրենցը, որտեղ Գյանջան, Ելիզավետպոլը առաջին մայրաքաղաքն էր իրենց 18 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր, մինչև Բաքուն, երբ որ օսմանցիները գրավեցին։ Չէ՞ որ ադրբեջանական թուրքերը անգամ այնքան ուժ չունեին, որ Բաքուն վերցնեին։ Դա միայն օսմանյան բանակը արեց, կրվելով հայ բրիտանական զորքերի դեմ, այստեղ էլ շատ հետաքրքիր մանրամասնա, որի մասին գրեթե չի խոսվում, որ հայերի հետ միասին թուրքերին դիմադրում էին բրիտանական զորքերը, Դեստերվիլի գեներալ Դեստերվիլի գլխավորությամբ, եւ քանի որ սա ձեռնատու հանուն արդարության պետք է ուրեմն ասել, որ հայերի հետ թուրքերին դիմակայելուց առաջ բավականին այսպես հետաքրքիր հայ-անգլիական արճակատումների պատմություն էլ կա Ադրբեջանով, մեկ այնպես որ դրսի ուժը մեկ էս կողմ, մեկ այն կողմ նայած հարցում բնականաբար կա այդ արճակատում օրինակ վերում է միշտ գեներալ Թոմսոնի նամակը Անդրանիկին, որ նա ասաց մի մտիր Ղարաբաղ, որովհետև Փարիզի վեհաժողով որոշելու է Ղարաբաղի ճակատամարտը եւ այդ պատճառով Անդրանիկը չմտավ։ Հիմա գիտեք ինչա, բայց Թոմսոնը ճիշտ էր։ Ճիշտ էր, որովհետև բանը Փարիզի վեհաժողով որոշեց եւ որոշեց, որ Ղարաբաղը հայերինն է։ Ուրիշ բան, որ հետո եկան բոլշևիկները եւ ազգերի լիգայի որոշումը չեղյալ արեցին, բայց դա Թոմսոնի մեղքը չէր արդեն, ոչ էլ գեներալ Անդրանիկի մեղքը, որտեղ Թոմսոնն ասում էր, եթե դու մտնես, ապա դա կդիտարկվի միջամտությունը, ոնց որ ասած, այդ տարածքների ճակատագիրը որոշելու, որը կարող է լավ արձագանք չունենա։ Այսինքն այն առումով ինչի համար որ Թոմսոնն ասում էր մի մտեց էլ եղավ լուծվեց հոգուտ հայերին բայց մենք ինչի սկսեցինք այս խոսակցությունը ամբողջ որ ավելի པարզ լինի լսողների համար մեզ շատ հետաքրքիր է դիտարկել ինքնիշխանության կորստի process-ը որը այ մենք այստեղ Հայաստանում այս երրորդ կամ երկրորդ հանրապետությունում ժամանակակիցներս շատ դժվար ենք պատկերացնում թե ինչպես է դա տեղի ունենում շատերին թվում է որ մի օրում ինչ որ մարդիկ գալու են դրոշակները փոխեն քաղաքում ու այսպես մինչդեռ դա բավականին երկար process է հա որը ցավոք սրտի հիմա արդեն սկսել է մենք ես հենց սա եմ ուզում հասնել նման է այն ինչ որ այսօր տեղի է ունենում նրան ինչ որ էր 20 թվականին այո շատ նման է որովհետև օրինակ մենք արդեն մտնելով Եվրասիական տնտեսական միության մեջ կորցրել ենք զգալապես մեր տնտեսական անկախությունը, հիշենք որ այսինքն մաքսադուրույթների հարցում տարբեր
կարգավորման հարցում այս տնտեսական դաշտը արդեն այդ ամբողջը որոշում է Մոսկվան։ Մենք ինչքան էլ ասենք, որ դա ինչ որ Եվրասիական տնտեսական միությունը Մոսկվան է որոշում։ Պարզ օրինակ բերեմ, մենք արդեն տարուց ավելա դիմել ենք ասած կենտրոն այն խնդրանքով, որ վերանայվի Հայաստան-Իրան սահմանի համար որոշակի ռեժիմը։ Մեզ թույլ տրվի, որ մենք մաքսային դրույքա։ Այո, մաքսային դրույքների մասին է եւ այլն եւ ընդհանրապես ռեժիմի վերանայման հարցը։ Մինչև հիմա որևէ պատասխան չկա։ Ես ասում եմ կենտրոն ինչի նկատում։ Մոսկվան։ Որտեւ այնտեղ է գտնվում կենտրոն, նրանք են որոշում։ Այն մարդիկ, ովքեր որ Հայաստանին տանում են Եվրասիական տնտեսական միություն, պիտի հասկանան, իրենց 100 անգամ զգուշացվեց, որ դրանից հետո կենտրոնը Մոսկվան է եւ դուք չեք որոշելու ինչ չափով, ինչ ձևով պիտի առևտուր անեք ձեր սահմանակից երկրների հետ, եւ մենք տեսնում ենք Իրանի պարագային։ Այսինքն, դա արդեն տեսնում ենք եւ այս կոնկրետ օրինակ եմ բերում։ Մենք տարուց ավելա դիմել ենք եւ խնդրել ենք այդ վերանայում, արձագանք չկա, խորը արհամարանք։ Դա մյուս ընդհանրապես հիմնասյոններից մեկը պետականության որ կա, դա բանակն է։ Եվ բանակը աստիճանաբար դա էլ է տալիս, այս ընդհանուր հակաօդային պաշտպանությունը, միացյալ կորպուսը եւ այլն։ Մարտիրոս Սարյանը մի կտավ ունի, որ այդքան հայտնի չի, բայց բավականին այսպես կոչվում է Բայցի Արմյանսկի Ստրելկովի դիվիզիի, հայկական հրաձգային դիվիզիայի մարտիկները, շատ հետաքրքիր այսպես դեղնաօրանժ ֆոնի վրա զինվորներն են, որը կա, որտեվ այդ առանձին այդ զորամիավորումները կային, մինչև պատերազմի վերջ։ Այո, մինչև ներառյալ պատերազմ եւ պատերազմի վերջ։ Ի վերջո, երբ որ մենք խոսում էինք հայկական դիվիզիաների 89-րդ ամենահայտնի Թամանյա եւ 4-5 նման դիվիզիաներ կար, դրանց մասին դրանք են ձևավորվում էին այդ հայկական զինուժի վրա, այսինքն առաջին հանրապետության զինուժի վրա, որն էլ իր հերթին ձևավորվել էր հայկական կորպուսի, հայկական կամավորական գնդերի եւ այդ ամբողջի վրա, դա կար։ Ուղղակի ընդհանուրանալ, որ ասենք Մարշալ Բաղրամյանը հայկական հանրապետության զինուժի բավականին լուրջ փորձ ունի ենթասպա որպես։ Այո, այսինքն կային նույն հայտնի Գայը Հայկ Բժշկյանցը եւ այլն մյուսները շատերն են դրա մեջով անցել, այսինքն նրանց ում չգնդակահարեցին, հետո մարշալ դարձ։ Դե գիտեք, Բաղրամյանի բախտը բերեց, իրեն գնդակարում էին 41 թվականին, որտեղ ինքը Կիևի հատուկ զինվորական օգրուգի շտաբի պետ էր, թե պետի տեղակալ, դա այնտեղ ջախջախվեց ամբողջ բանը, ուղղակի բախտը բերեց, ոնց ասած խառը ժամանակ էր, թե չէ իրան էլ կարող էին գնդակարել ինչպես հարյուրավոր գեներալների, որոնք մեղավոր չէին։ Շատ հետաքրքիր էր, օրինակ, ասենք Ստալինը հրաման էր տալիս այդ գեներալներին ոչ մի քայլ նահանջ, նրանք ասում էին, որ պետք է զորքերը դուրս բերել, նա ասում էր չէ, հետո մնում էին շրջապատման մեջ, կոտորվում են, հետո Ստալինն ասում էր բան չէ, բանակը շրջապատման մեջ եւ գտնում էր խաղության նոխածներ գնդակարում էին։ Բաղրամյանի բախտը այդ առումով բերեց։ Գայի բախտը չբերեց այդ առումով, այսինքն որտեվ նաեւ այստեղ ինչքան էլ դու նվիրյալ լինեիր նոր կարգերին, նրանք անցյալը չէին մոռանում։ Մի պահ մոռացել էին, այդտեղ միայն խոսքը չի վերաբերում հայերին, այսինքն այդ հայտնի Բրուսիլովը, որին պահում էին ցուցանմուշ, որպես առաջի համաշխարհային պատերազմի հերոս գեներալ, հետո դրեցին նույն ձևի գնդակարեցին մեզ մոտ, այսինքն գիտենք Սիլիկյանի եւ այդ մյուսների ճակատագիրը, ով որ հասել էր 30-ակ։ Ես վստահ եմ, այ մենք խոսում ենք Ֆրունզեի մասին, որը խիստ կասկածելի պայմաններում մահացավ վիրահատության ժամանակ, սովորական կարծեմ կույրակի վիրահատություններ եւ այլն, եթե օրինակ ասենք նույն Ֆրունզեի նման մեկը հասներ 30-ականներ նրան էլ էին գնդակարելու գտնեին։ Ես մի ընկեր ունեի ուսանողական, ասում էր, եթե Լենինը 37 թվին ողջ լիներ, ապա Ստալինը հակալենինյան կհաներ Լենինին ու կգնդակարեր։ Այսինքն այդպես էր, այսինքն դա իշխանության բոլորը այսօր հասկանում են, որ դա զուտ իշխանության կռիվ էր։ Այսինքն սկզբից միավորվեցին բոլշևիկները եւ մեջտեղից վերացրեցին էսերներին, կադետներին կամ նրանց ովքեր անցել էին, հետո էլ պայքարը գնաց իրանց մեջ։ Եվ այստեղ այ որ մենք խոսում ենք սովետական կարգերի մասին եւ դա դրական կամ բացական դերի մասին, պիտի հիշենք մի շատ կարևոր հանգամանք, որ Վերսալի պայմանագրով Գերմանիան չուներ հնարավորություն վերականգնելու իր բանակը, եւ դա այն սովետական միությունն էր, որը իր տարածքում թույլ տվեց տանկային եւ օդային ուժերը վերականգնել, որն էլ ի վերջո հանգեցրեց երկրորդ համաշխարհային պատերազմի։ Դրա համար այս սովետական կարգերը գնահատալուց մենք ոչ միայն պիտի վերցնենք 60-70-ական թվականները, այլ նաև 20-ական թվականները, որը հանգեցրեց հսկայական
հսկայական մարդկային կորուստների։ Պարոն Պապյան, բայց նույնիսկ այն ժամանակ, այն ամենավատ շրջանում, երբ ռուսները խախտեցին պայմանագիրը, որով պարտավորվել էին ձեռք չտալ զինվորականներին ու սկսեցին այդ ռեպրեսիաները, մենք մեր մեջ ուժ գտանք այդ ապստամբությունը կազմակերպելու այստեղ, ոչ տևական, գոնե մարդկանց դեպի Իրան հանելու համար։ Հիմա ինչ խոսք Փառք Աստծո, այդ սուվերենության ռեսուրսները պահելու շատ ավելի մեծ ներուժ ունենք մենք, այսինքն մենք մեզ ոչ ջախջախել են մի տարի առաջ, ինչպես այն ժամանակ էր արտաքին թշնամին եւ այլն եւ այլն։ Մենք որևէ շանս չունենք այնուամենայնիվ այս ստեղծված իրավիճակից շագանակներ հանելու, հա, այս շարժից դեպի եվրասիականություն, չկորցնելով այնուամենայնիվ մեր սուվերենությունը։ Ունենք ամեն ինչ կախում ունի քաղաքականությունից, թե ինչ քաղաքականություն կիրականացնես։ 20-ական թվականները ունեին մի մեծ թերություն, որ հիմա չկա։ Պիտի հիշենք, որ բոլոր երկրները պատերազմից նոր էին դուրս եկել, հոգնած էին, ջարդված էին, հսկայական զոհեր էր, ի վերջո դա չտեսնված անօրինակ պատերազմ էր, մինչ այդ չէր առաջին համաշխարհային պատերազմը, եւ ով կուզեր բախման մեջ գնալու Ռուսաստանի հետ, ոչ մեկը չէր ուզի։ Բոլորը գիտեին, որ օրինակի համար նույն բրիտանացիները, որ իրենց շահերից չի բխում, որ Ռուսաստանը հարավային Կովկասում հաստատի իր իշխանությունը, բայց ով էր պատրաստ կռվելու ռուսների դեմ, որևէ մեկը։ Այսօր այդ պահը նորից կա, այստեղ կա ատոմային զենքի պահ։ Բայց 21-րդ դարում արդեն այդ պայքարը միայն պատերազմական չի։ Պայքարը այլ բնույթի է, որովհետև նույն Ռուսաստանի ներսում այսօր ժողովրդի տարբերություն 20-30-ական թվականների որոշակի փոխել է իր մտածողությունը։ Այդ մարդիկ են ուզում լավ ապրեն։ Հասկանում եք, այն ռուսի խոսքը «Бояться значит уважают» կամաց փոխվում է, այսինքն իրանք չեն ուզում մենակ աշխարհի բոբոն լինել, որ բոլոր իրանցից վախենում են, կան այդ ձև մարդիկ, կտանք ջարդենք Սատրիոմ ядерный пыль, չգիտեմ, այդ ձև բաներ են խոսում, բայց մարդիկ հասկանում են, որ երկրի հզորությունն այսօր նրա զարգացվածության մեջ է, նրա քաղաքացիների ազատությունների եւ կենսամակարդակի մեջ է եւ այլն։ Վերջի պարոն Պապյան, այ ձեր կարծիքով սովետի կշիռը թափը աշխարհում այն ժամանակ արդյոք պայմանավորված էր, ինչով էր ավելի շատ պայմանավորված այդ միջուկային պոտենցիալով, թե ասենք նրանով, որ սովետը առաջին մարդուն տիեզերք հանեց, գիտատեխնիկական ֆենոմենալ նվաճումներ ունեցավ, ինչն էր իր կշիռն, հարգանքը առ սովետ։ Նայեք, սովետական միությունը գոյություն է ունեցել պատմականորեն մի ակնթարթ, այսինքն որտեվ 70 տարին ըստ էության, եթե դե յուրե հաշվենք ընդհանրապես 22 թվականից մինչև 91 թվական, 70 տարի էլ չի եղել, դա պատմականորեն ակնթարթ է։ Մենք պատմության մեջ պետություններ կան, որ 100-200 տարի են գոյատևել, չենք էլ հիշատակում անգամ, այսինքն հիշենք, որ մյուս կայսրությունները, այսինքն մի քանի 100-ամյակներ են տևել, 1500 տարի են տևել նման, այսինքն բաներ կան, կայսրություններ տևած, սովետական միությունը շատ կարճ է տևել։ Հիմա, բայց երբ որ մենք նայում ենք սովետական միության նվաճումներին, դա հիմնականում ռազմական նվաճումներ են, ես մինչև կասեի պատերազմական, եւ մեծագույն նվաճումը դա երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակներ, դեռ այստեղ չպետք է ուրանալ նաև երկու հանգամանք, մեկ այն հսկայածավալ օգնությունը, որը արևմուտքը ցուցաբերեց գոնե նյութատեխնիկական առումով, որ էլի մոռացված պահերից մեկն է, մյուսը նա է, որ դա անասելի մարդկային կորուստներով եղավ, այսինքն դա եղավ շնորհիվ նրա, որ այդ ժողովրդին պարզապես բառից բուն իմաստով անզեն հանում էին տանկերի դեմ, կան վկայություններ, որ մարդկանց կես աղյուս էին տալիս, ամեն մեր զինվորի ձեռը ասում են կգնանք տանկերի վրա, այսինքն քարով խփեք տանկերին, եւ այդ ձև է եղել։ Այնպես որ բահերով պատերազմը այդպես էլ եղել է 41 թվականին հատկապես այդ ամբողջ այդ աշխարհազորը, որ տարան, դա պարզապես մսաղաց էր, մցրեցին գերմանական տանկերի տակ, նրանցից ոչ ոք էլ չփրկվեց։ Ուղղակի իմ ասածը որն է, այդ տարածքի եւ մարդկային անսպառ ռեսուրսների պատճառով էր, որ այդ ամբողջ տեղ ունեցավ։ Հիմա այստեղ շատ այսպես ասած բան հարցեր կա, էլի, վերանայելու հարցեր կա, արդյոք օրինակ հաղթանակները այդ գնով արդարացված են, թե արդարացված չեն, եւ արդյոք ում պատճառով էր այդ։ Հիմա տեսեք, օրինակ այս ստալինիզմի վերածնունդը, որ Ռուսաստանում տեղի է ունենում, քննարկում չկա այդ, բա ոնց եղավ, որ 20-30-ական թվականներին այդ հսկայական ամբողջ միջոցները գնում էին բանակի հզորացմանը եւ 41 թվականի հոկտեմբեր 16-ին արդեն, այսինքն պատերազմը սկսելուց 3 ամիս հետո
գերմանա-ֆաշիստական զորքերը արդեն Մոսկվայի մատույցներում էին եւ իշխեք իշխանությունը փախչում էր երկու Այդ մասին շատ է գրված ինչի այդպես եղավ, այսինքն Տուխաչևսկու ռազմավարական սխալները, սխալ բաներ էին, ստրատեգիան, չգիտեմ, պատրաստվում էին իրենք են։ Ռազմի որ ավտոբանը խեն թեթև հասկանալի է, բայց դա եղավ հենց այն պատճառով, որ երկրում մթնոլորտ էր, որտեղ չկար ազատ միտք, օրինակ ես եմ իշխանությունը, ես ասում եմ «Я начальник ты дурак», ես ասում եմ, որ ճիշտ է այս ձևն է, այդ ձևը որևէ մեկը համարձակություն չուներ քննադատելու եւ իրավունքային կուսակցության գիծը եւ այլն, եթե այդպես գտնում են։ Ես ինչից եմ վախում, այսօր նման մթնոլորտ վերահաստատվում է Հայաստանին, երբ որ իշխանավորը մեկ հոգի Սերժ Սարգսյանը ասում է մի բան, բոլորը ասում են ճիշտ է։ Հասկանում եք, դա ամենավտանգավոր բանն է ցանկացած պետության եւ վատը անգամ Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ ըստ էության պիտի լինի մեկը կամ ինչ որ մարդկային խումբ, որը պիտի դա ենթարկի քննության։ Միայն այդ ծևը հասարակ, երբ որ դուք տեսեք, հասարակ մի հոդված եք, չէ՞ գրում, այսինքն ինչ որ մի տեսություն է, լավ ամսագրերում դուք ունեք ընդդիմախոս, որը պիտի քննի, նայի ճիշտն ու սխալը եւ այլն, որ հանկարծ չսպրտեն ինչ որ սխալներ։ Բայց սա ազգի, պետության, երկրի ճակատագրի հետ կփանեն, կապված հարցեր են։ Շատ երկրներում, օրինակ ասենք բրիտանական տիպի երկրներում, ասենք նույն Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, եւ պատահական չի, որ սրանք զարգացած երկրներ են, այնտեղ պետությունը ֆինանսավորում է ընդդիմությանը։ Հենց էլ կոչվում է, ասենք, Her Majesty's Opposition, նորին վսեմության ընդդիմություն, այսինքն ոչ միայն կառավարությունն է, նորին վսեմությանը, այսինքն թակուհու, այլ նաև ընդդիմությունն է թակուհու, որտեղ երկուսն էլ արժեք են, այդ պետության արժեք են։ Շատ հետաքրքիր է, շատ լավ է ձևակերպված։ Այո, որտեղ այդ երկուսը արժեք են, բանոց պետությունը առանց ընդդիմության չի կարող լինի պետություն։ Ստեղ էլ է վճարում, պարոն Պապյան։ Խորհրդարան անցած կուսակցությունները ըստ քվեարկված ձայների ինչ որ բան ստանում են։ Հա, բայց մենք գիտենք, որ այստեղ ցավոք սրտի այդ ընդդիմությունը հենց այդ պատճառով եւ այլ պատճառներով անկախ չի, մենք նաև ավանդույթի բացակայությունն ենք, մենք փոքր երկրի, արևելյան երկրի հոգեբանությունն ենք շատ դժվար է։ Ակնհայտ է, էլի Her Majesty's Opposition չի։ Հա, չէ, մեզ մոտ նայեք, բայց Որովհետեւ երբ որ դու ինչ որ մեկին ասում ես Her Majesty's Opposition, այդ նշանակում է, որ դու փողոցում այդ ոնց է, ձիավոր ոստիկաններով իրեն ձիերի տակ չես մտցնի ամեն դեպքում, էլի։ Այսինքն մահակների տակ չես մտցնի, ինչ վերաբերմունքի խնդիր կա, էլի այստեղ։ Այո, որտեվ դա արժեք ես համարում եւ վերաբերմունքի խնդիր կա։ Մյուս կողմից քաղաքացու իրավունքը քվեով որոշելու իշխանություն եւ անել իշխանապողություն իմ կարծիքով ամենակարևոր իրավունքն է։ Դա անթերի իրավունք չի։ Եթերաժամն ավարտին է մոտենում, պարոն Պապյան։ Այ դուք նկատում եք, որ ամբողջ հաղորդման ընթացքում մենք սովետի մասին խոսում ենք իբրև մի բանի մասին, որը եթե ոչ գոյություն ունի, ապա գոնե դրա վերադարձի այսպես հոգին թևածում է երկրով մեկ։ Մի 10 տարի առաջ սա այդքան էլ ռեալ չէր, Զուգանովը օրերս խոսած, դե մյուս տարի 100-ամյակն է սովետական կարգերի հաստատման, որ պետքա վերականգնել սովետական միություն, թե դա ոնց պիտի արվի, ես չեմ պատկերացնում, եթե ոչ ռազմական ուժով, եւ խնդիրն այն է, որ այսօր ռազմական տեխնոլոգիաները հնարավորություն են տալի աշխարհագրորեն հեռու գտնվող երկրներին եւս միջամտելու։ Այս սա փոխվել է, այսինքն այսօր Միացյալ Նահանգները կարող են իր ուժի այսպես ասած արտացում իրականացնել հարավային Կովկաս, իրան գտնվելով հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, ինչ որ հնարավոր չէր 20-ական թվականներին, այսինքն անել։ Այս այն դարն է, երբ նավատորմը լեռներ բարձրանում է։ Այո, այսինքն այդ բրիտանական խոսքը կամ վերագրվող խոսքը, որ չի կարող լեռները բարձրանալ, հիմա լավ էլ կբարձրանա եւ անգամ դրա կարիքն էլ չկա։ Լեռներն էլ է բարձրանում, անապատներով էլ է գնում։ Հա, ուղղակի խնդիրն այն է, որ դու պիտի կարողանաս այդ շահերի բախման եւ համադրման մեջ քո շահը տեղավորել, որտեղ ակնհայտ է, որ մենք ինքնուրույն դերակատարություն միջազգային առումով Հայաստանը չի կարող ունենալ, այսինքն չի կարող համաշխարհային քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, բայց ինքը պիտի հաշվի առնի հիմնական ուղղություններն, ասած այդ մեյնսթրիմները եւ ինքը դրա մեջ դեր կատարի։ Այդ առումով բավականին ասեմ, որակյալ քաղաքականություն է իրականացրել եւ իրականացնում Թուրքիան։
բայց այդ հաջողություններն էլ իրանց մոտ բերում են, ինչպես Ստալինը կասեր, գլխապտույտ հաջողություններից, դուք տեսեք, ասենք Էրդողանի կոշտ հայտարարությունները, որ մենք թքած ունենք, թե մեր մասին ինչ կմտածեն, մենք այս սահմաններում չենք մնալու, ճիշտ է։ Հա, դա բերելու է, անպայմանորեն դա բերելու է, այսպես ասած, երկրի կործանման։ Ինչն էր սովետական միության կործանման բուն պատճառը։ Հակադրությունը արևմուտքին։ Գիտեք, երբ որ ասում եմ վայ կուժին, որը բախվում է պատին, այսինքն պիտի թին արևելյան ասացված կա, այսինքն երբ որ թույլ մի բանը բախվում է ավելի ուժեղ, այդ բախման ճակատագիրը պարզ է։ Հիմա սովետական միությունը ակնհայտորեն ավելի թույլ էր, քան արևմուտքը։ Այո, իր տնտեսական պատմությունը դա ցույց տվեց։ Հա, հենց սա, երբ որ պատմությունը ցույց տվեց եւ նաեւ վիճակագրությունը, օրինակի համար նույն արևելյան Գերմանիայից հազարավոր մարդիկ կյանքի գնով փախչում էին արևմտյան Գերմանիա, բայց հակառակը այսինքն չկար եւ տարբեր նման դրսևորումներ էլ կա։ Հիմա տեսեք, քանի Դե ինչ էլի Խարվի Օսվալդը օրինակ սովետներ ապրել։ Չէ, դե հիմա 1-2 հոգի այնտեղ բան կար։ Դին Ռիդ անունով երկրի չկար, որը բերել էին, որը էլի անհայտ պատճառներով ինչ որ ավտովթարից մահացավ, որտեղ ասում էին հասկացել էր, թե իր գովերքած կոմունիզմը, սոցիալիզմը բոլորովին կապ չունի սովետական միության կամ ժամանակ GDR-ի վիճակում եւ այլն, այդ ամբողջ հասկանալ, բայց տեսեք, այսօր Ռուսաստանի իշխանավորների երեխաների զգալի մասը սովորում, ապրում ու աշխատում արևմուտքում, դուք հակառակը չունեք, սա էլ ցուցանիշ է, չէ՞, այսինքն ինչ են մարդիկ նախընտրում լքել իրենց հայրենիքը, իրանց համար Ռուսաստան եւ այն հայրենիքը, որտեղ իրանք որևէ խնդիր չունեն նյութական եւ բանի համար, որտեղ անգամ իրենք, այսինքն այդ վերնախավի մարդիկ հասկանում են, որ իրենց ստեղծած երկիրը ազատությունների տեսանկյունից, տեխնոլոգիայի տեսանկյունից շատ ազիջում։ Դրա համար օրինակի համար շատ երկրներ, որոնք նայում են մեծ երկրներին ընտրության պարագային բնականաբար ընտրություն են կատարում հոգուտ, այսինքն ավելի զարգացած երկրներին։ Պարբերաբար օրինակ Ռուսաստանում մտքեր է հնչում, որ հեսա Վիետնամում ռազմաբազան կվերականգնեն, չգիտեմ Իրանի հետ աս ամբողջը կլինի, բայց երբ որ մենք նայում ենք արդյունքը, ոչ մի բան էլ չի լինում, որտեղ Վիետնամն էլ նախընտրում Միացյալ Նահանգները, Իրանն էլ եւ մյուսները։ Շատ հետաքրքիր ես մի նրբություն նկատեցի, որ ռուսական լուրերը մեծ մասամբ ապագայի մասին լուրեր են, այսինքն սա կարվի, նա կարվի, բաց կթողի, կստեղծի եւ այլն, եւ դրական լուրեր է, այդպես ասած։ Բայց հետո դրա մասին բոլորը մոռանում են։ Եթե վերցնեք օրինակ 3 տարի կամ 5 տարի առաջվա լուրերը, թե ինչեր պիտի արած լինեին, եւ նայում եք հիմա ինչեր են արել, դրա 20%-ը չի արվել, որովհետեւ դա էլ այսպես ասած ռոպագանդիստական ձև է, կերակրել հույսով եւ լավ լուրերով։ Սա իրականությունն է, որ մենք պիտի հաշվի առնենք։ Ի վերջո մենք այսպես ենք, մենք պիտի առաջնորդվենք մի շահով։ Դա Հայաստանի Հանրապետության շահն է, որը բոլորի շահն է, որտեղ նորմալ մարդը, նորմալ հայը իր համար երջանիկ ապրելու տեղ գտնում է իր հայրենիքում։ Մարդը հա ինքը զգում է իր հայրենիքը որպես իր համար լավագույն ապրելու տեղը։ Հետևաբար մենք բոլորս պիտի շահագրգռված լինենք, որ այդ հայրենիքը լինի առաջին հերթին ավելի ապահով, որտեղ անվտանգության հարցը կարևորագույն հարցն է։ Երկրորդը, այդ դրա մեջ լինի օրենքի գերիշխանություն, այսինքն եթե ես պիտի պատասխանատվության ենթարկվեմ ինչ-որ հարցով, ես իմանամ, որ դա օրենքով է եւ իմ արժանին է եւ ոչ թե ինչ-որ հաշվի արդար է եւ նաեւ բարեկեցիկ։ Այս պարագային մարդկանց մեծ մասը, ովքեր այսօր լքում են Հայաստանը, չեն լքի։ Անկամ եթե նրանք օրինակ իմանան, որ կյանք օրինակ Միացյալ Նահանգներում ավելի լավ է նյութական առումով, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ, տվեք մարդկանց բարեկեցիկ ապրելու հնարավորություն իրենց հայրենիքում, իրենք չեն գնա ավելի լավ, ավելի բարեկեցիկ կյանքի։ Պարզապես գոնե ինչ-որ նվազագույն անհրաժեշտ բաներն է պետք, որտեղ մարդիկ այսօր հասկացել են, փառք Աստծո, ես հուսամ, որ սահմանները չեն փակվի, փառք Աստծո այսօր մարդիկ գնալ գալու հնարավորություն ունեն, ոչ բոլորը, բայց մի մասը ով այդ նյութական կարողությունը եւ հասկանում են, որ այսինքն երջանկությունը միայն նյութականի մեջ չի։ Դրա համար ամփոփելով այս ամբողջը, ես կարող եմ ասել հետեւյալը, որ դա մի երազային խապկանք էր սովետական կարգերը եւ այդ գաղափարախոսությունը, որը որպես երազանք
լավ էր որպես ուտոպիա, բայց իրականության մեջ չիրականացավ եւ դա հնարավոր էլ չէր իրականացնել, որտեղ զուտ ցանկությունների վրա էր խարսխված։ Մարդկային էությունը այլ իր բնույթով, հետո պատահական չէ, որ Մարքսը ասում էր, որ մեկ երկրում հնարավոր չի, որ սոցիալիզմ հաղթի, որտեղ դա բախման մեջ կմտնի ամբողջ աշխարհը, այդ որը մենք տեսանք։ Այդպես էլ եղավ էլի։ Հա, այդպես է, դա Լենինյան տեսություններ եւ Ստալինյան մեկ երկրում սոցիալիզմի կառուցման հնարավորությունը, որը տեսանք ոչ, որովհետեւ հանուն արդեն ինքնապաշտպանության սկսեցին սահմանափակվել քաղաքացու, քաղաքացիական եւ այլ բոլոր տեսակի իրավունքները։ Մեր խնդիրը հետեւյալն է, ոնց որ ասած, դիմանալ, զարգանալ եւ սпасել մեր աստղային ժամին։ Այսքանը, պարոն Պապյան, շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, դուք լսեցիք եւ դիտեցիք Modus Vivendi հաղորդաշարի հերթական թողարկումը, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ հետո։ Հարգելի ռադիոլսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։